Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Ես չեմ պատրաստվում քո հետ իմ ու Դավիթի հարցը քննարկել։ Քո ու Դավիթի մեջ չի կարա ինչ-որ հարց լինի, սկսենք այդտեղից։ Ու լավ կլինի դու արդեն համակերպվես այն մտքի հետ, որ ինքը քո կյանքում չկա։ Այդպես համ քո համար լավ կլինի, համ իմ, համ էլ իր բախտը կբերի։ Ռաֆարի ամեն ինչ թողնենք այնպես ոնց կա։ Ու պետք չի, որ մարդիկ մտածեն, թե մենք ինքնուրույն չենք կարողանում մեր հարցերի իրար հետ լուծել։ Հանգիստ թող անցյալը ինձ ու Դավիթին։ Մեր հարաբերությունները մենակ մի դեպքում պարզ կլինեն։ Եթե ես մատանին նորից քո մատին լինեմ։ Ռաֆ, ես քեզ ինչ եմ ասում, դու ինչ ես անում։ Ուզում եմ հասկանաս, որ քո բացատրությունները մեր բաժանման մասին որևէ նշանակություն չեն կարող ունենալ։ Որովհետև ես այս մտքի հետ չեմ համակերպվում։ Ավելի ճիշտ չեմ ուզում համակերպվել, որովհետև սիրում եմ քեզ։ Պահիր այդ մատանին։ Ու էլ երբեք չփորձես իմ վրա ազդել այդ տարբերակով։ Ես չեմ փորձում ազդել։ Ուղղակի ուզում եմ քեզ բացատրել, թե ինչքան լուրջ եմ տրամադրված։ Մարիա, ես քեզ շատ եմ սիրում։ Ու եթե նույնիսկ ամբողջ աշխարհը իմ դեմ կռվի, մեկ է։ Ես չեմ հանձնվել։ Լիլիթ ինչ վտանգի մասն էր խոսում։ Ինչ ա եղել Մարիային։ Լիլ, ճիշտ կանես պատմես։ Խնդիրները հիմնականում գործնական են, Դավիթ։ Ես պետք է ամեն ինչ հատ-հատ կետարկետ իմանամ, Լիլիթ։ Ռաֆ, հերիքա, ես արդեն չգիտեմ, որ լեզվով բացատրեմ, որ դու ինձ հասկանաս։ Մարիա, աշխարհում ոչ մի լեզու չկա, որը կկարողանա ինձ բացատրել, որ մենք իրար հետ չենք լինելու։ Ես ուզում եմ, որ մենք իրար հարգելով շարունակենք ապրել։ Հարգի իմ որոշումը, ում թունի։ Ես քեզ հարգում եմ։ Հավատա, քեզ շատ եմ հարգում ու միակ պատճառն է դա, որ մինչև այսօր այդ Դավիթի գլուխը չեմ ջարդել։ Ես չեմ կարողանում պատկերացնել այն պահը, որ կարողա մի օր փողոցով քայլելուց տեսնեմ քեզ ինչ-որ մեկի ձեռքը բռնած քայլելուց։ Այդ իմ համար մահին հավասար բան կլինի, Մարիա, հասկանում ես։ Ու ես զգում եմ, տեսնում եմ, որ ես օրորի ինձ կորցնում եմ ավելի։ Դու ինձ պետք ես, Մարիա։ Դու ինձ օդի ու ջրի պես ես պետք։ Ես քո հանդեպ կախվածություն ունեմ, հասկանում ես, ու այդ կախվածության դեմ ոչ մի միջոց չկա։ Ինչի՞ չես հասկանում ինձ, հա։ Պաստորեն այդ մարդը Սոֆիայի սիրածն է եղել։ Հավանաբար, չգիտեմ, ասում էր, որ պատրաստվում են ամուսնանալ։ Հետո։ Դե հետո այդ մարդը Մարիային քաշքշում էր, շատ վատ էր վերաբերվում։ Դե Մարիան ցույց էր տալիս, որ ամեն ինչ նորմալ է, ինքը սովոր է այդ ամեն ինչին, որ դա իր գործի բնույթի մեջ նորմալ է։ Բայց ես չհավատացի, որովհետև ես զգացի, որ ինքը իր վախն է թաքցնում։ Ես Մարիային ասեցի, որ զգույշ լինի, որ այդքան չխորանա։ Լսել չունի այդ աղջիկը։ Միա զանգի տես ուր է, ինչ է անում, հոտնից մենակ դուրս չի եկել։ Բայց Լիլիթ ջան կլինի առանց բայցերի անես այն ինչ որ ասում եմ։
Առանց էդ էլ ներվայնացած եմ։ Լիլ զանգի։ Բայց անունս չտաս։ Երևի շարունակել է իզուրը։ Չեմ հասկանում, ես Լիլիթը ինչի է քեզ զանգում։ Ինչ կար էստեղ տարօրինակ։ Իրավունք չունի։ Հա Լիլ։ Մար, ոնց ես։ Լավ դու։ Նորմալ։ Հասար տուն։ Այդ մարդը հո ճանապարհի դուրս չի եկել։ Վայ, Լիլիթ, արդեն ասեցի, չէ՞ որ մոռանաս այդ պատմության մասին։ Դե անհանգստանում եմ, մար։ Հիմա դրսում եմ, բայց շատ շուտ տանը կլինեմ։ Լավ, հասնես տուն ինձ զանգի, հա, անհանգիստ եմ։ Լավ։ Ու այդ ինչ պատմության մասին էիր ասում, որ պետք է մոռանա։ Չհասկացա, ինչի է Մարիան դրսում։ Դե երևի գործեր ունի, չգիտեմ։ Ինչ գործ Լիլիթ։ Հիմա իրա դրսում լինելը վտանգավոր է։ Լավ, մի խոսքով։ Լավ է, որ լավ է։ Պահ, էդ էլ ասեցիր իբր չես անհանգստանում, հա։ Այսինքն այն, որ սկզբից անհանգստացար, հիմա էլ էդ ասեցիր իբր չես անհանգստանում, հա։ Աբուլ ինչ ես խոսում։ Ամեն դեպքում մարդ է, չէ՞։ Հա, մարդ է։ Հո սիրած աղջիկ չի ում համար խելագարվում ես։ Այս քո քայլն էլ մարդկային է, զուտ մարդկային վերաբերմունք։ Ցինիկ։ Ինչ ես ներվեր ուտում։ Ուզում եմ քարը փեչից թափի ու Մարիայի հետ բարիշի։ Լավ, արդեն ուշ է։ Ես գնամ, թե չէ մաման կանհանգստանա։ Արի ես քեզ կճանապարհեմ։ Ոչ մի լուրջ բան։ Հաստատ Մարիա։ Հարավ, աղջկական թեմաներ են, թե չես հավատում։ Բայց ես բան չասեցի, ընդամենը հարցրեցի, որ վստահ լինեմ, որ վատ բան չկա։ Ես արդեն գնամ։ Ես դեռ իմ ասելիքը չեմ ավարտել։ Իսկ ես ինչ որ ուզում եի ասել, արդեն ասել եմ։ Եթե դու նախընտրում ես թշնամություն, ուրեմն ես էլ ասելու բան չունեմ։ Հա, փաստորեն այսքան ասածներից ես դա եզրակացրեցիր։ Բա այլ ինչ ասեմ։ Ես քեզ բացատրում եմ, որ մեր մեջ ամեն ինչ վերջացած է, իսկ դու ինձ շարունակում ես Դավիթով սպառնալ։ Էլի իմաստը ո՞րն է այս խոսակցության։ Իմաստը այն է, որ վերջապես հասկանաս, որ հասկանաս ու գիտակցես, թե ինչքան կարևոր ես իմ համար։ Մարիա, այսքան ասածներից հետ, արածներից հետո մեկ է, ես էլի քեզ շարունակում եմ սիրել։ Ես չեմ հասկանում սա ինչ սեր է։ Չեմ հասկանում, բայց ահա որ շատ եմ զգում այդ քո հանդեպ։ Ռավ, Ինչի՞ չես կարողանում ինձ մի շանս էլ տալ, հա։ Ես քեզ խոստանում եմ։ Խոստանում եմ, որ դու իմ կողքին աշխարհի ամենաերջանիկ աղջիկը կլինես։ Ճանապարհեցի Լիլիթին։ Հա, ճիշտ ասած զարմացա, որ տանն էիր։ Ինձ թվաց Պետքա ինչ։ Մարիայի հետևից վազած լինեի։ Դավիթ, ինչ ես քեզ սենց սպահում։ Շատ պարզ երևում է, որ անհանգստանում ես։ Հա, Աբուլ, անհանգստանում եմ ու շատ։ Բայց էս այն անհանգստությունը չի, որը որ դու ես մտածում։
Աղջիկը Աբուլ, որի հետ ես շփվել եմ։ Հա, մեր մեջ ինչ-որ բան է կատարվել, որը լավ ավարտ չի ունեցել, բայց այդ չի նշանակում, որ ես իր ճակատագրի վրա պիտի թքած ունենամ։ Կարող է այդ սպառնացողը մենակ չի սպառնում, բա որ մի բան անի, բա որ վնասի Մարիային։ Ես ինձ հետո ոնց կներեմ։ Կներեմ, որ գիտեի, բայց ոչինչ չարեցի։ Բնականա որ չէ։ Գիտեմ, որ չէ, ախպերս։ Դրա համար եմ սենց անհանգիստը։ Մենակ դրա։ Ուրիշ ոչ մի բանի հետ մի կապի իմ անհանգստությունը, լավ։ Լավ, ոնց ասես, բայց նայի հետո ուշ չլինի։ Ինչի համար պիտի ուշ լինի։ Դե փոշմանես ես ամեն ինչի համար։ Ես փոշմանում եմ, բայց ուրիշ բանի համար։ Լավ էլի, Դավո։ Ինչի ես քեզ սենց բանում, ոնց կարա սենց մի անգամից փոխվես Մարիայի հանդեպ։ Հիմա թյուրի մածությունը կարանք հեշտ մոռանանք։ Մոռանամ, որ իմ ընկերուհին իր նախկին նշանածի այդ շատ ջերմ հարաբերությունների մեջ է այն ժամանակ, երբ որ ես կամ իր կյանքում, այդ մոռանամ Աբուլ։ Ես ինձ այնքան վատ եմ զգում, պետքա քեզ ասած չլինեի։ Հիմա ոնց որ ես պատճառը լինեմ ձեր այս բաժանության։ Դու կապ չունես։ Ես իմ աչքով եմ տեսել, ու մի քանի անգամ, հենց որ հանգիստ եղի։ Հա, ու մի խնդրանք ունեմ քեզ։ Ես գիտեմ, որ դու սկսել ես շփվել Մարիայի հետ։ Գիտեմ, որ փորձում եք քույր ու եղբայր լինել։ Բայց հանկարծ չփորձվես իր մոտացել, որ ես իր համար անհանգստացել եմ։ Դու դրանով մենակ ինձ վատություն կանես։ Դավիթ, ես քեզ բան ասեցի, Աբուլ։ Ես գիտեմ, որ ինքը քեզ շատ հարազատ մարդ է, բայց ես էլ քո աղբերն եմ։ Հավատա, ես իրոք չեմ ուզում իր այդ ոչ մի կապ ունենալ։ Ես իրան կօգնեմ, բայց հեռվից, այնպես որ ինքը չի էլ հասկանա, զուտ իմ խղճի համար։ Ու ոնց ես օգնելու։ Այսօր երեկոյան կգնամ Անիի մոտ, որ հաճախորդ չլինի կարողանամ հանգիստ խոսել հետը, ոնց էլ չլինի մի բան կիմանա։ Արզա։ Ոնց եք տիկին Ալիշ ջան։ Լավ եմ։ Դու ոնց ես Ալա ջան։ Ես էլ եմ լավ։ Եկել էի նոնային տեսնեմ, տանն է, չէ։ Տանը չի։ Ճիշտն ասած դուրս եկավ։ Հա ոչինչ, ես կսպասեմ։ Ճիշտն ասած չգիտեմ երբ կգա։ Մամ։ Բարև նոնա։ Բարև Ալա։ Ալո։ Աբուլ ջան, բարև։ Ոնց ես։ Ոչ խանգարեցի։ Լավ եմ, մերսի։ Դուք ոնց եք։ Լավ, մերսի։ Մի ժամ ընդմիջում ունեմ, մտածեցի, կարող ա ընկերակցես ինձ, մենակ չթողես։ Ճիշտն ասած, Ընդամենը մի ժամ։ Կզրուցենք, հաց կուտենք։ լավ, ասեք ուր գամ։ Հեսա հասցենք ուղարկել։ Լավ։
Հան։ Ո՞նց ես։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Նեղացած ո՞նց պիտի լինեմ։ Այս վերջի անգամ ինչ ասեցիր, որ կզանգես, կհանդիպենք, ու ինչ արեցիր, ոչ զանգեցիր, ոչ էլ հանդիպեցինք։ Ես իմ համար լավ նեղանալու տեղ ունեմ, Մարիա ջան։ Անկներս, գլուխս այնքան խառներ, որ մտքիցս լրիվ թռել էր։ Լավ, ներված ես, բայց մի պայմանով։ Ու։ Ես սրանում հաճախորդ չունեի, դուս եմ եկե։ Արի մենք հանդիպենք, հետո էլ կգնանք եղունգներդ կսարքենք։ Կարելի է, գիտես, վերջերս լրիվ մոռացել եմ իմ մասին։ Գիտեմ, դրա համար էլ ասում եմ։ Դե ես հիմա քեզ հասցեն կուղարկեմ, լավ։ Լավ կգամ։ Կսպասեմ։ Ճիշտն ասած, քո վերջին պահվածքից հետո ես քեզ ընդհանրապես չի ուզում տեսնել, ալա։ Բայց հանուն Մարիայի ու Ռաֆի ես պատրաստ եմ ամեն ինչ մոռանալ։ Նոնա ջան, եթե ես իմանայի Աբուլնովա, ես երբեք ինձ այդպես չէի պահի։ Դե ես հո դիտավորյալ չեմ արել, նոն ջան։ Ես չեմ ուզում այս թեմայով խոսենք։ Չէ, նոնա ջան, պետքա խոսենք։ Եթե նեղվածություն կա, պետքա խոսենք, անցնի գնա։ Դե ախր նոն ջան, մենք 1000 տարվա ընկերներ ենք, մի ընտանիքի նման ենք իրար հետ, ախր հասկացի էլի, չի կարելի սրա պատճառով իրարից երես թեքել։ Ալա, ես կարծեմ քեզ ասացի, չէ, որն է խնդիրը։ Ու հանուն Մարիայի ու Ռաֆի ես պատրաստ եմ ամեն ինչ մի կողմ դնեմ։ Մարիայի ու Ռաֆի։ Ալա չեմ հասկանում, դու լավ չես լսում։ Հա, հանուն Մարիայի ու Ռաֆի։ Ապրես որ եք արդեղես։ Ասում ես, ոնց ես։ Լավ եմ, սովորականի նման, չեմ դժգոհում։ Այսքան տեղը լրիվ ոնց որ տատիկդ լինեիր։ Ոնց ես հարցին միշտ տենց է պատասխանում։ Ինձ էլ թվում էր տարիքից է, բայց արի ուտես որ ոչ։ Չէ, տարիքի հետ կապ չունի։ Այդ հաճախ տրվող հարցը, որին այդպես ես պատասխանում, անկախ քեզանից։ Լավ, արի որոշենք ինչ ենք ուտելու ու որտեղ ենք ուտելու։ Օրինակ, ես մեծ վատ սովորություն ունեմ։ Ու որն է այդ։ Հենց սկսում եմ աշխատել, աշխատանքային ժամը հենց սկսվում է։ Մի անգամից արդեն ընդմիջման մասին եմ մտածում, որովհետև ինձ թվում է մի հատ թուղթ ստորագրելուց ամբողջ էներգիաս գնաց։ Հա, ես էլ եմ այդպես։ Օրինակ այն օրը գնացել էի Դավիթին օգնելու, անընդհատ հարցնում էի երբ ընդմիջման ժամը։ Փաստորեն այդ կողմով նման ենք իրար, ու ինձ թվում է ոչ միայն այդ կողմով։ Ես առաջինը ուզում եմ, որ Մարիայի ու Ռաֆի հարաբերությունները կարգավորվեն, ալա։ Ես շատ լավ տեսնում եմ, թե Ռաֆը ինչքան շատ է սիրում Մարիային։ Ու ամենակարևոր ինձ համար Մարիայի երջանկությունն է։ Ու ես հիմա պատրաստ եմ շատ բաների վրա աչք փակել ու շատ բաներ կուլ տալ։ Մարիայի համար։ Նո, դե առաջին անգամ եմ այսքան տարվա մեջ տեսնում, որ դու Մարիայի մասին այսքան հոգատարությամբ խոսես։ Դու Վահանից հետո ալա դու տեսնում ես, որ նորից սխալ բաներ ես ասում։
Ես ինչ արել եմ կամ չեմ արել, դա ընդհանրապես քեզ չի վերաբերվում։ Ու ընդհանրապես իմ ու Մարիայի հարաբերության մեջ մի խառնվի։ Ես քեզանից կարծիք հարցրեցի, որ դու կարծիք ես արտահայտում։ Դե ուղղակի խոսալուց առաջ միշտ մտածի։ Ինձ համար ամենակարևորը Մարիայի երջանկությունն է։ Ուզում եմ, որ մեր երեխեքը իրար հետ երջանիկ լինեն ու հաշտվեն։ Ու ես չեմ ուզում, որ ամեն խոսակցությունից հետո մեր հարաբերությունները նորից սրվեն։ Նոնա, բայց ախր ես բան չասեցի։ Ինձ թվում է դու ուղղակի կռիվ ես ման գալիս։ Ալա, եթե ես կռիվ ման գայի, ես քեզ իմ տուն չի ընդունի։ Ինձ համար հիմա շատ կարևոր է, որ մենք կարողանանք օգնել մեր երեխեքին։ Դե, ինձ համար էլ է կարևոր, ես ուրախ եմ, որ դու այդպես ես մտածում։ Ու մեզ հիմա ժամանակ է պետք։ Ես վստահում եմ Ռաֆին, ու ես վստահ եմ, որ Ռաֆը ոչ մի սխալ քայլ չի անի։ Ու հետո ես գիտեմ, որ երեխեքը մեր օգնության կարիքն են ունենալու, բայց մինչև այդ մենք պետք է իրար հետ հաշտ ու համերաշխ լինենք, որ կարողանանք երեխեքին օգնել։ Ես ինչ անում եմ, իմ Մարիայի համար եմ անում, ուրիշ ոչ մեկի։ Պատկերացրու ես էլ։ Ուրեմն իրար ճիշտ հասկացանք, չէ՞։ Այո, մենք իրար ճիշտ հասկացանք։ Օրինակ, դու ինչ ես սիրում ուտել, բայց այնց բան ասա, որ ինչքան ուտես չես հոգնի։ Որ ասեմ չկա այդպիսի ուտելիք, շատ կզարմանաք։ Այնքան եմ ուզում, որ այդ դուքից անցնենք դուի։ Հա։ Գիտեմ, պապա ասելու համար դեռ շատ շուտ է, բայց գոնե կոտրենք այդ օտարացումը։ Այդ դուքը չափազանց օտարացնող բառ է իմ համար։ Չգիտեմ ոնց բացատրեմ, որ հասկանաս, ոնց որ պատշար ես մեր մեջ։ Ոնց որ դուրը փակես երեսից։ Բայց բաց արա այդ դուրը, մի վախեցի։ Որ բացես այդ դուրը, դիմացդ կանգնած է լինելու մի մարդ, ով քեզ բացի օգուտից ոչ մի վնաս չի տալու։ Փորձի։ Համել ինձ կուրախացնես։ Իմ համար շատ դժվար է։ Ես հասկանում եմ։ Դրա համար էլ չեմ ստիպում։ Բայց ամեն դեպքում մեջդ ուժ գտի ու փորձի։ Բաց արա այդ դուռը։ Իսկ դուք ինչ ուտելիք եք սիրում։ Ես համարյա ամեն ինչ սիրում եմ, բայց պարտադիր պետք է ինքը լինի համով։ Կարևորը որ համով լինի։ Դավիթը ոնց է։ Գործերը ոնց են, առաջ գնում է։ Ինչ որ բան է եղել։ Չգիտեմ։ Այսինքն եթե մտածում ես ասել կամ չասելու մասին, տղես ճիշտ կլինի ասես։ Որովհետև այն մարդը, որ քեզ առաջինը կլսի ու կօգնի, դա ես եմ։ Ինչ ուզում է լինի, ինչ հարց ուզում է լինի։ Շնորհակալ եմ։ Ինչի համար է շնորհակալություն հայտնում։ Ես դեռ ոչ լսել եմ, ոչ էլ օգնել եմ։ Ասա տեսնեմ ինչ է եղել։ Դե Դավիթի ու Մարիայի հարցը շատ է ինձ անհանգստացնում։ Դավիթը ցույց չի տալիս այնպես է իրան բանում կարծես ամեն ինչ իր մոտ իդեալական է, բայց ես տեսնում եմ, որ տանջվում է։ Պարզա։ Ես էլ ինձ մեղավոր եմ զգում։ Դու։ Եվ ինչի համար։
որ հավատացի խոսակցություններին, որ իբր Մարիան ու Ռաֆը նորից շփվում են։ Դավիթին ասեցի ու այս ամեն ինչը ավելի բարդացրեցի։ Ռաֆը շատ է սիրում Մարիային ու Մարիայի համար ամեն ինչ կանի, որ իրանք երջանիկ լինեն։ Ալա ես նոր չի որ Ռաֆին ճանաչում եմ։ Դրա համար էլ իրա կողմից եմ։ Վայ, չես պատկերացնի ինչքան ուրախ եմ նոն, ինչքան ուրախ եմ, որ վերջապես մենակ չեմ լինի այս ամեն ինչի մեջ։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ Մարիան ու Ռաֆը կհաշտվեն իրար հետ։ Ես էլ մեծ հույսեր ունեմ նոն ջան։ Լավ, Աշոտի գալու ժամանակն է, ես պետք է գնամ։ Ես քեզ կճանապարհեմ, ալա։ Պետք չի նոնա ջան, ես դրան տեղը հիշում եմ։ Դու գնա քո գործերով։ Արդեն գնում ես, ալա ջան։ Հա, գնում եմ։ Ցտեսություն տիկին Ալիս։ Հաջողություն։ Ինչի ինձ տանել չեք կարողանում տիկին Ալիս։ Վայ, չհասկացա հարցը տալը։ Դե նոնան տաններ, ասում էիք տանը չի։ Ես ուղղակի չէի իմանում, որ եկել է։ Հա։ Ափսոս, ծերությունը տենց բան է։ Ցտեսություն։ Փաստորեն քեզ էլ Լիլիթի միջոցով է հասել այս խոսակցությունը, հա։ Դե հա, ուղղակի ամեն ինչ բարդացավ այն ժամանակ, երբ Տավոն Մարիային տեսավ Ռաֆի հետ։ Բայց դու քեզ ոչ մի բանում մի մեղադրի։ Դու ընդհանրապես մեղք չունես։ Չգիտեմ։ Ու հետո Դավիթն էլ Մարիան էլ մեծ մարդիկ են։ Իրանք իրար պետքա հասկանան։ Իրանք իրար հետ պետքա զրուցեն։ Ու կողմնակի խոսակցությունները իրանց պետքա չխանգարի։ Ես ուղղակի զարմանում եմ։ Եթե իրանք իրար չեն կարող հասկանան, ուրեմն երևի ճիշտը սա է։ Ես հիմա ինքս ինձ հակասում եմ, որովհետև ես էլ եմ տեսնում, թե Մարիան ոնց է տանջվում։ Բայց եթե իրանք իրար չեն կարող հասկանան, մեծ մարդիկ են։ Ուրեմն ճիշտը սա է։ Երևի իրանք էլ չեն կողմնորոշվում ինչ է կատարվում։ Այս ամեն ինչի պատասխանը սերն է։ Եթե կա միտեղ սեր, չկողմնորոշվել, չլսել, հանդուրժել, չհանդուրժել, այդ ամեն ինչը երկրորդական բան է դառնում։ Երևի ճիշտ եք ասում։ Մի քիչ էլ մեծանաս կհասկանաս, որ ճիշտ եմ ասում։ Արդեն գնանք, մի ժամը լրացավ։ Փաստորեն ժամ էիր պահում։ Չէ, ձեր հետ հաճելի էր խոսել։ Ուղղակի ես էլ գործեր ունեմ, դուք էլ վստահ եմ զբաղված կլինեք։ Ինձ էլ էր հաճելի։ Լավ։ Գնանք։ Մամ ջան, ես որտեղից ես գալիս։ Դու իհարկե կզարմանաս, թե ես որտեղից եմ գալիս։ Ու Ռուբենենց տնից։ ու ինչ կար դրա մեջ այդքան զարմանալու։ Նոնան էր զանգել, կանչել։
Չէ, հա։ Ահա։ Բա, ու մեր թեման դու Մարիան էիք։ Ու ինչ էր ասում։ Դե ինչ պետք է ասի, ասում էր, որ ամեն ինչ կանի ձեր համար, ձեզ կօգնի։ Ասա, որ մաման վերջն է։ Մամ, չէ լուրջ դու վերջն ես, մամ ջան։ Բա, բալես, բա, որ ասում եմ, բա, տեսնում ես, ես քո համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ես քեզ ասել եմ, չէ՞ որ ամեն ինչի պատրաստ եմ, բալես։ Ապրես, մամ ջան։ Բա, Ազիզ ջան, դե պաչի կարա մամային։ Ապրես, մի հատ ես կողմ։ Ռաֆոս, ամեն ինչ լավ է լինելու քո կյանքում, բալես։ Մամայան։ Մարջան, ուր գնանք նստենք։ Դավիթ, դու ինչ ես անում ստեղ։ Այս էր մենակ իմ գլխին պոկոս։ Մար, խնդրում եմ ինձ տենց մի նայ, ես երդվում եմ, ես չեմ կանչե իրան։ Դավիթ ջան, դու ես ինչ մի կինոյի տղու նման հենց այս ժամին եկար։ Ես չեմ կազմակերպես ամեն ինչը, մար, երդվում եմ քեզ։ Անի հանգստացի։ Բայց ես եմ Մարիային հրավիրե։ Նենց է ստացվում, ոնց որ ես եմ այս ամեն ինչը կազմակերպե։ Քեզ ոչ մեկը չի մեղադրում, որովհետև Մարիայի համար շատ պարզ է, որ ես ինքս էլ չէի ուզի իրան տեսնել։ Նենց որ քեզ վատ մի զգամ։ Ես առանց ասելու է եկել։ Ինքն էլ գիտի, որ ես ընդհանրապես չեմ ուզում իրան տեսնել։ Ասեմ ավելին, եթե հնարավորություն ունենայի, նենց կանայի, որ պատահականներ չենք հանդիպի։ Կգամ այն ժամանակ, երբ որ ազատ կլինես։ Ճիշտ ես։ Եթե իմանայի այստեղ ես, ես կգնայի։ Ավելի լավ։ Լավ էլ հասկանում ենք իրար։ Երկուսիս համար էլ տհաճ է։ Դավիթ, հերիք է։ Ինչ ես ուզում հասած լինես, ինչ ես ուզում։ Չես հոգնում ինձ նվաստացնելուց, ինչքան ես ինձ նեղացնելու։ Ինչ անեմ, որ դու քեզ հաղթած զգաս, ու այս ամեն ինչին վերջ տաս։